պատրաստված լինենք։ Եկող տարի մետրոյի աջափնյակի կայարան չէ, բայց 45 հատ նոր տրոլեյբուս կունենա Երևանը։ Ինչի չկա մետրոյի կայարանը, հա, սա արդարացում չի։ Արդարացում կա արդարացում։ Մետրոյի կայարանի շինարարության փողով են գնել 12 մետրանոց 45 տրոլեյբուսները։ 45 տրոլեյբուսների գնման գումարը, այսինքն նույն ուղղությամբ է գնացել, նույն ասելով ոլորտային նույն ուղղությամբ է գնացել։ Աջափնյակցիների աչքը ջուր է կտրել իրենց քթի տակ մետրոյի կայարան ունենալու ցանկությունից։ Ասում են սովետի քանդվելուց առաջ էին խոստանում, որ Հալաբյան փողոց կհասնի մետրոն, էլ հույս չունեն։ Կորցրել եմ, պատկերացրել եք կորցրել եմ։ Հələ սովետի վաղտով ասեցին լինելու է ու չեղավ, հիմա էլ ես մի 2 տարին է էլ որ լսում ենք։ Դե որ քիչ փող ուտեն, փողը դնենք սարքայի, փողը նեցա տունը ոնց է որ ուզում ես ռեմոնտ անես։ Փողը դնես կանես, չդնես չի լինի։ Բարդ պրոցեսը մետրո կառուցելը պնդում է Ավինյանը, որ 2.5 տարի առաջ, երբ փոխքաղաքապետ էր, վստահեցնում էր, թե մետրոյի շինարարությունը 2 տարվա գործ է։ Տարվա վերջ կունենանք վերջնական նախագիծը եւ կարծում եմ արդեն իսկ ժամանակն է նաեւ քննարկել հետագա ֆինանսավորման հարցերը, ընդամենը 2 տարվա շինարարության հարցը։ Աջափնյակի մետրոյի նախագիծը մեր նորանկախ պատմության երևի թե ամենաբարդ նախագծերից մեկն է, 5-րդ ռիսկայնության նախագիծ է, որի պարզ փորձաքննությունը տևել է երևի մոտ 1 տարի, եթե ոչ 1 տարուց ավելի։ Ավինյանի որ մի ասացին հավատան աջափնյակցիները, արդեն կասկած չունեն, որ Անիֆի ճակատագրին է արժանանալու մետրոյի կայարանը։ Այս երկրում ոչ մի լավ բանի չի կարելի սպասել։ Քան այս խեղ կախտակներն իշխանության են, ոչ մի լավ բանի մի էլ սպասեք։ Ինչ ասեմ, դե ստախոսներ են, ինչ ասեմ, ուրիշ բան չունեմ ասելու։ Ես մտածում եմ, որ պետք է անեն, եթե խոստանում են, իրենց խոստումը պիտի կատարեն։ 12 մետրանոց 45 հատ տրոլեյբուս դարձած աջափնյակի կայարանի կառուցման համար այս տարի պետական բյուջեից 25 միլիոն դոլար է հանվել։ Սակայն այդ փողից $300,000 անցած ամսվա վերջին գործադիրը որոշել է սահմանամեծ բնակավայրերում ապրողների կոմունալ վճարների մասնակի փոխհատուցման ուղղել։ Էդգար Ղուշչյան, Հենրիկ Համազասպյան եւ Անի Ղանդիլյան, Հայլուր։ Հայաստանում եւ աշխարհում տեղի ունեցող իրադարձությունների մասին առաջինը իմանալու համար բաժանորդագրվեք մեր ալիքին։ Սեղմեք զանգակը, որ բաց չթողնեք ամենահրատապը, ամենակարևորն ու հետաքրքիրը։